Դավիթ Ռազինյանը հանել է Լևոն Քոչարյան։ Լևոն Քոչարյան։ Էդգար Ղազարյանի։ Համեցեք, պարոն Քոչարյան։ Պարոն Ռուբինյան, այս ձև էիք, հա, երեք եք ելույթ ունենում, թե երեք չառաջ օրը, սա ճիշտ ձև ա նիստվա։ Հա, իհարկե։ Չէ, ճիշտ չի սա, իրականում ճիշտ չի։ Հարց ունեք պարոն Ալեքսանյանին։ Հարց ունեմ, Խնդրեմ։ բայց սա ուզում եմ ֆիքսել, որ սա ճիշտ ձև չի։ Չի կարելի ժողովուրդ, այսքան խոսում եք բարեկրթությունից, որ այ բարձրանանք վերև ճիշտ ենք մեզ պահելու, անաչառ ենք լինելու, մարդը մտքերն է հավաքում ուզում ձևակերպի, ասեք իրականում սա ճիշտ բան չեք անում։ Պարոն Ալեքսանյան, դուք համաձայն եք այս մոտեցման հետ։ Հարց Ճիշտ է։ պատասխանեք, պարոն Ալեքսանյան։ Չէ, ուրիշ հարց էլ կտամ հիմա, որ նաև խնդրում եմ սրան պատասխանեք։ Նախորդ նստաշրջանի ժամանակ դուք մի անգամ ելույթ ունեցաք, մյուսներին չեմ ուզում անդրադառնալ, բայց այս մեկը ուզում եմ էլի ամեն դեպքում, այս հնարավորությունը կա այսպես հարց տալու։ Խոսում եք ձեր ինչ-որ մանկությունից, որ դուք կռիվ եք արել, եղելա ձեզ ծեծեն, դուք ծեծեք, ու այս համեմատության մեջ կարծես իմ հետ էիք ուզում համեմատվել ու ասում եք, այ իսկ Լևոն Քոչարյանը իր փոքր տարիքում, երիտասարդ տարիքում, երբ որ հարցեր ունենում, ԱԱԾ-ի ալֆաներ այդ հարցերը լուծում։ Նախ սա բացարձակ սուտ է, զրպարտող է, չգիտեմ ձեր համար, ոնց իմ համար կոնկրետ սա շատ վիրավորական է, ու ուզում եմ, չգիտեմ, հասկանամ, ինչի եք այդ սուտը գալիս այդ ամբիոնից խոսում, նույնձև եք շարունակում անել, երբ որ վերևում հայտնվեք։ Պարոն Քոչարյան, այն ինչը ես ասել եմ այս ամբիոնից, դրա մասին գիտի ամբողջ Երևան։ Ես ճիշտա ծնվել եմ Իջևանում, բայց ես սովորել եմ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, պարոն Քոչարյան։ Դա ինձ թվում է ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, պարոն Քոչարյան։ Ես ինչքան էլ որ ծնվել եմ Իջևանում, ես մեծացել եմ ու ապրել եմ ու ապրում եմ Երևանում, պարոն Քոչարյան։ Ու ես իմ տարեկիցներս շատ բան գիտենք, պարոն Քոչարյան, շատ բան գիտենք այս քաղաքում տեղի ունեցածների մասին։ Հիմա եթե դուք ուզում եք ստեղ տպավորություն ստեղծեք, թե դուք այն ոսկե երիտասարդության ներկայացուցիչը չեք, որին Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում էր ամեն ինչ։ Չէ, դուք հենց դա եք, պարոն Քոչարյան, դուք հենց դա եք։ Այո, ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ։ Ձեզ, ձեր ընկերներին, ձեր շրջապատին, ձեր հոր կողմից նշանակված մյուս պաշտոնյաների որդիներին, դրա մասին բոլորը գիտեն։ Ընտանիքներ են եղել, կլաններ են եղել, պարոն Քոչարյան, որոնց զավակները երբ որ մտել են սրճարաններ Երևանում, ինպես տղերքը սովորական ուսանող տղերքը իրանց ընկերուհիների հետ են եղել, դուրս են եկել այդտեղից, արագ որ հանկարծ մի պատմության մեջ չընկնեն, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ կարող է այդտեղ տեղի ունենալ։ Բոլորը գիտեն, թե ինչ կարող է այդտեղ տեղի ունենալ։ Հիմա դուք ինձ ուզում եք համոզեք, որ այն կյանքը, որը որ մենք բոլորս ապրել ենք, որը որ մենք բոլորս տեսել ենք սուտ է, ուզում եք համոզեք, որ չի եղել տենց բան։ Հասկանում եմ, որ հիմա մի սերունդ է մեծացել, որը այդ ամեն ինչը չի տեսել, ու դուք շատ լավ փորձում եք շահագործել այդ հանգամանքը, բայց մենք տեսել ենք, պարոն Քոչարյան։ Մենք տեսել ենք, դուք այստեղից ասում եք, ինչ ախրանիկ, ինչի մասին է խոսքը, ախրանիկ բառն եմ ես եմ հնչեցրել, ինչի համար եմ հնչեցրել, կհիշեք։ Երբ որ ձեր օգնականը, եթե չեմ սխալվում, մոտ 2 մետր բոյով ու ինձնից շատ ավելի թիկնեղ ձեր օգնականը, պարոն Քոչարյան, ազգային ժողովի բակում փոքրամարմին լրագրողի վրա էր հարձակվել ու հարվածել, պարոն Քոչարյան։ Նոր էլ իրար հետ քայլում եկել ձեր հետ էր։ Դա օգնականի պահվածք չի, պարոն Քոչարյան, դա ախրանիկի պահվածք է, այո։ Դրա համար ախրանիկ, եթե չեք ուզում, որ ձեր կողքի ընկերներին, ձեր մտերիմներին, ձեր օգնականներին ախրանիկ ու հաստավիզ ասեն, ապա խնդրեք ու հորդորեք նրանց, որ հաստավզի պես լրագրողների վրա չհարձակվեն, որտեղ ինչքան հարձակվեն իրանք լրագրողների վրա, ես իրանց անվանելու եմ հաստավիզ ախրանիկ, պարոն Քոչարյան։ Երկրորդը, երեք էիք դատարանում, որ ոստիկանի հետ խոսելուց ասեցիք, ես ձեզ մուսր եմ ասել։ Այդ երեք էր, պարոն Քոչարյան, տենց ռիլ եղավ, ինչ-որ տենց աուե երկերի տակ բան էին անում։ Կա կողմնորոշվեք, պարոն Քոչարյան, դուք ստեղ պատգամավոր եք, քրեական օրենսգիրք եք քվեարկում, թե տենց ինչ-որ գողական բան եք փորձում ստանալ։ Դուք էլ են արքայազնը չեք, պարոն Քոչարյան։ Դուք Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստը ու ուսադիրը տեսնելու շատ զգաստ պետք է կանգնեք, պարոն Քոչարյան, այսուհետ, որտեղ ձեզ ոչ մեկ չի թողելու դուք ոստիկաններին մուսր ասեք։ Որտեղ եթե հանկարծ շշկրվեք ու մտածեք, որ դուք կարաք ոստիկաններին մուսր ասեք, կամ ինչ-որ մեկը,
Ես վստահ եմ, որ ոստիկանները այդ մարդկանց ուղարկեն իրենց համապատասխան տեղը, պարոն Քոչարյան։ Ավարտեք, պարոն Ալեքսյան։